Շատ շնորհակալություն, ես խոսքի սկզբում նշեցի որոշ հանգամանքներ, նաև եղել են մարդիկ, ովքեր մերժել են մարդիկ, իհարկե մենք օբյեկտիվորեն չենք հասցրել բոլորին տեղեկացնել այս կարճ ժամանակահատվածի միջոցում, ավելի շատ մտածել ենք թիրախային հրավերներ ուղարկել, գիտակցելով, որ այստեղ ներկաներ և ավելի շատ մարդիկ գաղափարապես կիսում են այս իրավիճակի հետ կապված մտահոգություններ, դրանով իսկ պայմանավորված նաև ինձ համար ապշեցուցիչ է, որ համացանցում տեսնում եմ սոցիալական ցանցերում նաև գոլեգաների, ովքեր ոչ միայն բացահայտ պաշտպանում են կատարվողը, ովքեր սկսում են գրել, թե պատմականորեն է եկեղեցին իբրև խանգարել պետականությանը, նման անհեթեթ մտքեր և գրում են, որ հոգևորականի գործը միայն հոգու փրկության գաղափարին սպասարկելն է, այսինքն միայն աղոթք հնչեցնել է և աղոթքին մղել է, այդ դեպքում հարց է առաջանում, ով է Մեսրոպ Մաշտոցը, հոգևորական, ով որ կարող էր ասել իմ գործը աղոթելն է և կարող էին մեր միջնադարի բոլոր վարդապետները, ում գավազանը մի կողմից այդ առաքելությանն էր միտված, հոգու փրկությանը սպասարկելը, մյուս կողմից նաև միտված էր ազգային դպրության պահպանմանը և զարգացմանը։ Հիմա ինչ կլիներ այդ պարագայում, եթե օրինակ Հարություն Շմավոնյանը ասեր իմ գործը միայն աղոթելն է։ Մեր առաջին պարբերականը նա է հրատարակել, լինելով հոգևորական։ Ինչ կլիներ, եթե մեր մյուս առաջին տպագրիչները այդպես մտածեին, կամ ինչ կլիներ, եթե օրինակ 1870-ական թվականներին այդպես մտածեր Գարեգին Սրվանստյանցը, լինելով arczepiskopos, ասեր ես կապ չունեմ, ինչու պիտի գնամ գյուղերով Արևմտյան Հայաստանի բանահավաքչական գործ անեմ, հավաքեմ հսկայական մի ժառանգություն կամ սկիզբը դնեմ այդ ժառանգության հավաքման, որ պետք է Սասնա Ծռեր էպոսը դառնա, այսինքն այդտեղ մենք լավ ենք չէ հասկանում, շերտեր կան, որոնք նախաքրիստոնեական շրջանից են, բայց դա համարել է բարձրաստիճան հոգևորականը հարազատ իր մաշկի, իր ազգային նկարագրի մասը, որովհետև նախաքրիստոնեական շրջանը ևս մեր ինքնության մասն է, և այդ ամենը նա հավաքելով առաջին այդ սկիզբն է տվել, մեկնարկն է տվել Սասնա Ծռեր էպոսի տպագրման, մինչև այդ բանավոր է փոխանցվել այս պատմական հիշողության զուգահեռ առանցքը։ Կոմիտաս վարդապետին։ Այո, Կոմիտաս վարդապետը պետք է ինչ, ասեր իմ գործը միայն աղոթելն է, կամ ուղղակի եղած կոնկրետ կատարումներն անել է երգերի, այդպես շարունակ, օրինակները բազմաթիվ են, անվերջ կարող ենք ասել։ Խորհրդային շրջանում դրանք անհնար էր այդ մարդկանց մասին չգրել դասագրքերում, դրա համար մտածել են ինչ անել, նրանց սեկուլարիզացիայի են ենթարկել, աշխարհիկ են դարձրել, նրանց բոլորից հանել են քահանա, եպիսկոպոս, վարդապետ եւ այլ, եւ արդյունքում օրինակ Գրիգոր Տաթևացին 14-րդ դարի եւ 15-րդ դարի սկզբի հայ փիլիսոփա է։ Հիմա ուզում ես հասկանալ այդ ժամանակ աշխարհիկ փիլիսոփայությունը ընդհանրապես եթե կար, ապա ինչ ֆորմա ուներ էլի, բնականաբար չկար։ Հիմա այդ պարագայում շատ տարակուսելի է ստացվում, որ այդ մարդիկ Մխիթար Գոշին ճանաչում էին ուղղակի որպես առակագիր, բայց թե ինչի համար է այդ առակները նա մշակել եւ շրջանառության մեջ դրել, ինչ ինքը գործառույթ ուներ, ով էր նա այդ անձը, Նա նույն այն վարդապետն է, ով որ նաև դատաստանագիրք էր, չէ, մշակում եւ շրջանառության մեջ դնում եւ նաև բազմաթիվ այլ աշխատություններ։ Նշանակում է, որ մենք եկեղեցու գործառույթը պատմականորեն այդ 1920-30-ականներին մշակված տրամաբանության մեջ ենք պատկերացնում, բայց ընդ որում այն մարդիկ են հիմնականում այդպես ներկայացնում, ովքեր իբրև թե խիստ առաջադեմ հայացքների տեսանկյունից են այդ ամենը փորձում մեկնաբանել։ Խնդրեմ, պարոն Մերկյան։ Հարգելի ներկաներ, շատ հարցերի